Sky Open Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Re News լրատվականի շաբաթօրվա առաջին թողարկումը տաղավարում է Լուսինե Ղարսայանը։ Բարև ձեզ։ Երևանը ծխով է ծածկված, պատճառը Նուբարաշենի վառվող աղբավայրն է։ Արդեն 1.5 օր վառվող աղբավայրի ծուխը գիշերվանից քամին բերել է մայրաքաղաքի վրա։ Նախորդ հրդեհների հիմնական պատճառը համարվում էր արևը, որի ճառագայթները կոտրված ապակիների օգնությամբ հրդեհներ էին առաջացնում։ Այս անգամ քաղաքապետարանը հակված է դիտավորության վարկածին։ Քաղաքային իշխանությունը մտադիր է պահակակետ տեղակայել աղբանոցում, որ խնդիրը վերահսկելի լինի։ 1950-ականներից շահագործվող Նուբարաշենի աղբանոցը Երևանում ամենամեծն է։ Փոխարինողն արդեն պետք է կառուցվածք լիներ։ Սկզբում մրցույթը չի հաջողվել, ավելի ուշ ծրագիրը չեղարկվել է։ Հիմա նոր աղբավայրի կառուցման ծրագիր կա, որը կարող է իրականություն դառնալ 2028 թվականին, իսկ մինչ այդ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի քաղաքային նոր աղբավայր ընկերության տնօրենի պաշտոնակատարն է ազատվել աշխատանքից։ Այս պահին բաց կրակ տարածքում չկա, սակայն հրդեհի առանձին օջախներ շարունակում են ծխալ, տարածելով թունավոր նյութեր։ Ըստ քաղաքապետարանի 20 միավոր տեխնիկայով հողով ծածկում են ծխացող օջախները։ Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տվել սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով, նշել է նա։ Կրակոցներ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցած գիշեր ժամը 1-ին մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ընթացքում կրակոցներ են հնչել եւ կան վիրավորներ։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները վիրավորներից 2-ի վիճակը գնահատել են ծանր։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։ Միջուկային զսպման գործողություններ իրականացնելու համար երկուշաբթի հոկտեմբերի 13-ին Նիդերլանդներում մեկնարկում են հյուսիսատլանտյան դաշինքի ամենամյա զորավարժությունները, սակայն առանց իրական զենքի կիրառման։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի 14 երկրների 71 կործանիչի մասնակցությամբ վարժանքը կտևի 2 շաբաթ։ Ռյուտեն ընդգծել է զորավարժությունների կարևորությունը, նշելով, որ դրանք կօգնեն ապահովել, որ դաշինքի միջուկային զսպման ուժերը մնան հնարավորինս հուսալի, անվտանգ եւ պաշտպանված ու արդյունավետ։ Նշեմ, որ հյուսիսատլանտյան դաշինքը նման զորավարժություններ անցկացնում է ամեն տարի, ներգրավելով ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային ՆԱՏՕ-ի անդամ երկրների կործանիչ ավիացիան։ ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականության վարչության ղեկավար Ջեյմս Սթոքսը լրագրողներին հայտնել է, որ չնայած Կրեմլից հնչող սուր հռետորաբանությանը, դաշնակիցները վերջին շրջանում չեն նկատել Ռուսաստանի միջուկային դիրքորոշման որևէ փոփոխություն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը զորավարժությունների հիմնական թիրախը չէ, սակայն ՆԱՏՕ-ն շարունակում է հետևել Մոսկվայի ռազմական գործունեությանը, այդ թվում Ուկրաինայում կիրառվող կրկնակի նշանակության հրթիռներին, որոնք կարող են հանգեցվել միջուկային մարտագլխիկներով։ Իսրայելն այսօր առավոտյան ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 7 մարդ։ Ժամանակավոր փակվել է Բեյրութը, հարավային Լիբանանի հետ կապող մայրուղին։ Զոհվածը բանջարեղեն տեղափոխող մեքենայի վարորդն է։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով մյուս զոհվածը Սիրիայի քաղաքացի է, վիրավորներում թվում ևս կան Սիրիայի քաղաքացիներ, որոնց թվում 2 կին։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելին քաղաքացիական օբյեկտներին հարվածելու Իսրայելի և Հեզբոլլահի միջև 14-ամսյա պատերազմի ավարտից ի վեր, որը նոյեմբերի վերջին ավարտվել էր Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարով։ Իսրայելը գրեթե ամեն օր ավիահարվածներ է հասցրել, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Իսրայելը մեղադրում է Հեզբոլլահին իր ներուժը վերականգնելու փորձերու մեջ։ Դոնալդ Թրամփի որոշմամբ նոյեմբերի 1-ից սկսած Միացյալ Նահանգները Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ 100% ներմուծման մաքսատուրք կսահմանի։ Օրեր առաջ հրաժարական տված և կրկին Ֆրանսիայի վարչապետ նշանակված Սեբաստիան Լկորնյուն հայտարարել է, որ պետք է վերջ դնել քաղաքական ճգնաժամին, որը նյարդայնացնում է ֆրանսիացի ժողովրդին և Ֆրանսիայի կերպարին ու շահերին վնասող այս անկայունությանը։ Միջազգային լրահոսին այսօր հետևում է իմ գործընկեր Անի Հովանիսյանը։ Ուրբաթ օրը վաղ առավոտյան Իսրայելի կառավարությունը հաստատեց Գազայի հատվածում հրադադարի և պատանների ազատ արձակման գործարքը, սկիզբ դնելով համաձայնագրի առաջին փուլին։ Հազարավոր տեղահանված պաղեստինցիներ ուրբաթ օրը ոտքով անցան Գազայի անապատները վերադառնալու իրենց լքված տների ավերակներին։
Փառք Աստծուն, աննկարագրելի զգացողություն է։ Դուստրս գանգոսկրի կոտրվածք ունի, նա վիրավորվել է պատերազմում։ Աստծո կամոք ես կկարողանամ բուժել իմ զավակին եւ սա կլինի մեր տառապանքների վերջը։ Մենք շատ ուրախ ենք, որ պատերազմը դադարել է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակեց վարչապետի պաշտոնում, պաշտոնը թողնելուց ընդամենը օրեր անց։ 47-ամյա Մակրոնը հույս ունի, որ Լեկորնյուն կկարողանա բավարար աջակցություն ստանալ խորհրդարանից 2026 թվականի բյուջեն ընդունելու համար։ Բախվելով Ֆրանսիայի վերջին տասնամյակների ամենածանր քաղաքական ճգնաժամին, Մակրոնի մրցակիցներից շատերը պահանջել են, որ նա կամ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնի, կամ հրաժարական տա։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտարարել է, որ բաց հաղորդակցության գիծ է ապահովել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմում դաշնությունում հայտնված ուկրաինացի երեխաներին հայրենադարձելու վերաբերյալ։ Նա ասել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին այս տարվա սկզբին եւ նրանք շարունակում են կապի մեջ մնալ։ For the past 3 months, both sides have participated. Վերջին 3 ամիսների ընթացքում երկու կողմերն էլ բարեխղճորեն մասնակցել են մի քանի ոչ պաշտոնական հանդիպումների եւ հեռախոսազրույցների։ Մենք պայմանավորվել ենք համագործակցել միմյանց հետ, իշախ այս պատերազմում ներգրավված բոլոր մարդկանց։ Իմ ներկայացուցիչը ուղղակիորեն աշխատել է նախագահ Պուտինի թիմի հետ, ապահովելու երեխաների անվտանգ վերամիավորումը իրենց ընտանիքների հետ։ Ուկրաինայի շատ մասերում ռուսական անօդաչու թռչող սարքի եւ հրթիռային հարձակումից հետո Կիևի եւ այլ շրջանների զգալի մասը մթության մեջ էր։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունները վերականգնել են էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ձմռան մոտենալուն զուգահեռ էլեկտրահամակարգին ուղղված վերջին զանգվածային հարձակման հետևանքով 9 մարզերում էլեկտրամատակարարումը ընդհատվել է։ Մենք տեսանք, թե ինչ արեցին նրանք այսօր։ Նրանք ռեսուրսներ հավաքեցին, մտքում ունենալով հստակ ծրագիր։ Նրանք սպասեցին անձրևի ու մառախուղի, լիովին գիտակցելով, որ դա կխաթարի հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը։ Նրանք հստակ գիտեն, թե ինչ են անում, եւ մենք նույնպես։ ԱՄՆ-ում զինամթերք արտադրող ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունից կան զոհեր եւ անհետ կորածներ։ Երկրորդային պայթյունները ստիպել են փրկարարներին հեռու մնալ այրվող տարածքից։ Պայթյունը, որ լսվել է մի քանի մղոն հեռավորության վրա, տեղի ունեցել Թենեսի նահանգի զինագործարանում, որ բաղկացած է 8 մասնաշենքից։ 2 մարդ է զոհվել, 18-ը համարվում են անհետ կորած։ Նրանց ողջ գտնելու հույսերը շատ փոքր են։ Վիրավորների թիվը չի հաղորդվում։ Անի Հովհաննիսյան, Open Media։ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն սոցցանցի իր էջում գրել է, որ պատրաստ է իր մրցանակը նվիրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա խոսքով իր երկիրը ավելի քան երբևէ ապավինում է նախագահ Թրամփի Միացյալ Նահանգների ժողովրդին, Լատինական Ամերիկայի ժողովուրդներին որպես ամենամեծ դաշնակիցներ։ Թրամփին Նոբելյան մրցանակ չշնորհելու մասին խոսել է նաև Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այն անվանելով կատարյալ հիմարություն։ Լուկաշենկոն հույս է հայտնել, որ հեռանկարում մրցանակը Թրամփին պետք է շնորհվի, քանի որ Թրամփը շատ բան է արել խաղաղության համար։ Չնայած մրցանակակրի անվան հրապարակման նախօրեին հաջողվեց խաղաղություն բերել նաև Տանջահար Գազայում, որը Սպիտակ տան ղեկավարի հաշվարկով 8-րդն էր իր ակտիվում, սակայն Նոբելի մրցանակներից ամենակարևոր խաղաղության դափնին այդպես էլ Թրամփը չհասավ։ Ով է Մարիա Մաչադոն եւ ինչ է արել աշխարհում խաղաղության եւ ժողովուրդների միջև համերաշխության համար, կպատմի Աննա Հարությունյանը։ The Nobel Peace Prize for 2025 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը բաժին է ընկնում խաղաղության քաջ եւ նվիրյալ մարտիկին, մի կնոջ, որը շարունակում է վառ պահել ժողովրդավարության բոցը տարածվող մթության մեջ։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է 2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոին։ Նախկին պատգամավոր 58-ամյա արդյունաբերական ինժեներ Մարիա Կորինա Մաչադոն դարձավ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ պայքարի խորհրդանիշը։ Չնայած 15 տարով պետական պաշտոն զբաղեցնելու իշխանությունների սահմանած արգելքին, նա ճնշող մեծամասնությամբ հաղթեց ընդդիմության 2023 թվականի նախնական ընտրություններում, քաղաքացիներին մոբիլիզացնելով նոր Վենեսուելա կառուցելու հույսով։ Հենց հիմա մենք պետք է սկսենք կառուցել այն տունը, որը տեղափոխվելու են 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։
2024 թվականի հուլիսին կայացած ընտրություններից հետո, երբ ընտրական հանձնաժողովը հաղթող ճանաչեց Մադուրոին 52% ձայներով, Մաչադոն ներկայացրեց բոլորովին այլ իրականություն, հիմնված ընդդիմության սեփական հաշվարկի վրա, 70% Էդմոնդո Գոնսալեսին, 30%-ը Մադուրոին։ Այս հայտարարությանը հաջորդեցին զանգվածային բողոքի ակցիաներ եւ իշխանությունների կոշտ պատասխանը, ավելի քան 2000 մարդ ձերբակալվեց, իսկ Մաչադոյի եւ ընտրության առաջնորդներից Էդմոնդո Գոնսալեսի դեմ քրեական հետաքննություններ սկսվեցին։ Ձեզնից ոմանք մեկնաբանություններ էին արել իմ իրավիճակի մասին։ Կարծում եմ բոլորը հասկանում են այն։ Ես որոշել եմ մնալ Վենեսուելայում եւ պայքարի մեջ լինել այստեղից։ Այսօր, երբ Գոնսալեսը գտնվում է արտասահմանում, Մարիա Մաչադոն գիտակցելով բոլոր ռիսկերը շարունակում է պայքարել Վենեսուելայից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 338 թեկնածու։ Նորվեգական Նոբելյան կոմիտեն բաղկացած է 5 անհատներից, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը եւ որոնք առաջադրվում են նորվեգական քաղաքական կուսակցություններից։ Մենք ստանում ենք բազմաթիվ առաջադրումներ, դրանք մաղում ենք, Նոբելյան կոմիտեին ներկայացնում ենք առաջադրումների երկար ցուցակը։ Նրանք առանձնացնում են կարճ ցուցակ։ Այնուհետև որպես կոմիտեի քարտուղար ես պատասխանատու եմ կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների վերաբերյալ փորձագիտական վերլուծություններ հայցելու համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից ի վեր այն մարդկանց, որոնք համապատասխանում են շվեդ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակում նշված նկարագրությանը։ Այնտեղ ասվում է, որ մրցանակը պետք է տրվի այն անձին, որն արել է ամենաշատը կամ լավագույնը նպաստելու ազգերի միջև բարեկամությանը, մշտական բանակների վերացմանը կամ կրճատմանը եւ խաղաղության կոնգրեսների հիմնադրմանն ու առաջխաղացմանը։ Առաջադրման իրավունք ունեցող մարդկանց երկու ամենամեծ կատեգորիաներն են նախ ակադեմիկոսները, ինչը նշանակում է բոլոր պրոֆեսորները եւ դոցենտները, նույնիսկ թոշակառու պրոֆեսորները։ Երկրորդ ամենամեծ կատեգորիայում են ազգային ժողովների եւ կառավարությունների բոլոր գործող անդամները աշխարհի ցանկացած կետում։ Նոբելի խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրներն էին Կարմիր խաչի հիմնադիր Անրի Դյունանը եւ Ֆրեդերիկ Պասին։ Տասնամյակների ընթացքում այն շնորհվել է այնպիսի խորհրդանշական դեմքերի, ինչպիսիք են Մարտին Լյութեր Կինգ Կրտսերը, Մայր Թերեզան եւ Նելսոն Մանդելան, գնահատելով նրանց աշխատանքը քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, հումանիտար օգնությանը եւ ապարտեիդի դեմ պայքարում։ Բարակ Օբաման մրցանակը ստացավ 2009 թվականին իր առաջին պաշտոնավարման ընթացքում միջազգային դիվանագիտությունն ամրապնդելու իր արտակարգ ջանքերի համար։ Այս որոշումը սակայն դարձել է Դոնալդ Թրամփի մշտական քննադատության թիրախը։ Նա պնդել է, որ Օբաման մրցանակը ստացել է ոչինչ չանելու համար, բացի երկիրը քայքայելուց։ Նախագահներից այս մրցանակին են արժանացել նաև Թեոդոր Ռուզվելտը, ռուս-ճապոնական պատերազմում միջնորդության, Վուդրո Վիլսոնը ազգերի լիգայի ստեղծման գաղափարի եւ Ջիմի Քարտերը իր հետ նախագահական շրջանում խաղաղարար գործունեության համար։ Վերջին տարիներին կոմիտեն կրկին կենտրոնացել է իրավապաշտպանների եւ զինաթափման կողմնակիցների վրա, ինչպես օրինակ 2024 թվականի դափնեկիր Նիհոն Հիդանկյոն, հանուն միջուկային զենքից զերծ աշխարհի պայքարի համար։ Նոբելյան կոմիտեի այս տարվա ընտրությունը հատկապես ուշագրավ է Դոնալդ Թրամփի բազմակի հայտարարությունների ֆոնին, թե հենց ինքն է արժանի մրցանակին, իրեն վերագրելով 7 պատերազմ կանգնեցնելը։ Հազարավոր երիտասարդներ մահանում են ամեն շաբաթ։ Եթե ես կարող եմ փրկել նրանց, կիրառելով պատժամիջոցներ, կամ պարզապես ինքս իմ միջոցով, կամ օգտագործելով շատ ուժեղ սակագնային համակարգ, որը շատ ծախսատար է Ռուսաստանի, կամ Ուկրաինայի, կամ ում հետ ունենք հակասություններ, դե դուք գիտեք, բայց ես 7 պատերազմ եմ դադարեցրել, եւ այդ պատերազմներից 3-ը տևել են ավելի քան 30 տարի։ Այնուամենայնիվ Նոբելյան փորձագետները նախապես ասել էին, որ Թրամփի հնարավորությունները փոքր են։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ այժմ Նոբելի ամենահեղինակավոր ու բաղձալի մրցանակին չարժանանալուց հետո կարևորն այն չէ, թե ինչ կհայտարարի Թրամփը, այլ այն, թե ինչ քայլերի կանցնի, հաշվի առնելով խաղաղության հաղթական պատերազմներով պաշտպանելու նրա վերջին ակնարկները։ Համենայն դեպս Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահը կշարունակի համաձայնագրեր կնքել, դադարեցնել պատերազմները եւ փրկել կյանքեր։ Աննա Հարությունյան, Open Media։ Երևանում բացվել է երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը հոբելյանական 20-րդ Digitech 2025-ը։ Այս տարի եւս նոր գաղափարների պակաս չի եղել։ 20 երկրից հյուրեր են եկել միջոցառմանը, մասնակցել են աշխարհահռչակ դեմքեր, այդ թվում Մոդեռնայի հիմնադիր Նուբար Աֆեյանը։ Գիտեք, թե ինչն է միավորում ավելի քան 130 հայկական ՏՏ նախաձեռնությունների։ Նրանք բոլորը իրենց առաջին քայլերը արել են այստեղ, Digitech-ի տաղավարներում։ Digitech-ը վայր է, որտեղ գաղափարը դառնում է բիզնես։
Ֆուտբոլիստ, շուն, բեռներ տեղափոխող ռոբոտներ։ Այս տարի եւս Մերիդիան Էքսպո կենտրոնում նոր գաղափարների պակաս չկա։ Գրիգորը, Վահեն եւ Արարատը խոստանում են, իրենց ստեղծած ռոբոտը ապագայում արտակարգ իրավիճակներ կկանխարգելի։ Որդ ռոբոտ օլիմպիադային հայտը ներկայացնելուց մոտավոր մի ամիս առաջ Ճամբարա քաղաքում տեղի ունեցավ դեպք, երբ շենք էր պայթել, որից տուժեցին շատ մարդիկ եւ մենք բոլորս մտածում ենք այդ ուղղությամբ եւ որոշեցինք ստեղծել հենց այս ռոբոտը։ Մեր ռոբոտը տեղաշարժվում է գազատար խողովակի երկայնքով եւ գտնում է գազի արտահոսքի աղբյուրը։ Նրա վրա տեղադրված է նաեւ GSM մոդուլ, որը կարող է SMS ուղարկել գազի վթարային ծառայությանը։ Արմաթիսաները ասում են, առանց թիմային աշխատանքի այս արդյունքին չէին հասնի։ Երբ որ տեսել եմ, որ իմ ընկերը դժվարանում է, օրինակ 3D մոդելավորման այդ ոլորտում, իրեն օգնել եմ ու երբ որ նա է տեսել, որ ես եմ դժվարանում, ինքն է ինձ օգնել։ Այս տաղավարից մի քանի քայլ այն կողմ իրական դպրոցի սաներն են։ Նրանց ստեղծած ռոբոտն էլ կօգնի բեռներ տեղափոխել։ Տաղավարին մոտեցողները առհասարակ շատ են, շարժը շատ է, տարբեր տարիքային մարդիկ են մոտենում, տարբեր երկրներից, տարբեր լեզուներով խոսացող։ Մեխանիզմը պետք է իջեցնի, առաջ գնա, որից հետո սեղմի բեռը ու բարձրացնի, տեղափոխի։ Հոբելյանական 20-րդ Digitech-ին 80-ից ավելի ստարտափներ է մասնակցում։ Այսօրվա ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի համար սա անձնական պատմություն է։ Երբ որ առաջի անգամ լսեցի Digitech-ի մասին, իմ կուրսեցիներից մեկը եկավ 2005 թվականին, ասեց գնացել եմ Digitech, հարցնում ինձ այդ ինչ է, ասում էր ինովացիոն պրոդուկտներ եւ այլն, ու իմ համար մեծ պատիվ է վերջիվերջո լինել այս ամեն ինչի կենտրոնում եւ հետևում կանգնած։ Սակայն ոլորտի առաջընթացը պահպանելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ եւ կրթական համակարգի բարեփոխումներ, հատկապես արհեստական բանականության բումի ֆոնին։ AI բումը անում է, միջև էլ էր IT-ին ոլորտը իր բումը ուներ, երիտասարդները կարծում եմ մասնագիտության ընտրության գծով էլ ամեն երկրորդը եթե չի էլ անում խոսում է այդ մասին, հենց որ շատ բարձր է հետաքրքրվածությունը։ Ուրիշ բան, որ կրթական ոլորտը վստահ չեմ, որ պատրաստ է այդ հետաքրքրությունները վերածել իրական մասնագիտությունների։ Այսպիսով Digitech-ը ցույց է տալիս ոչ միայն հայկական ՏՏ հաջողությունները, այլև նրա մարտահրավերները։ Ոգեշնչող գաղափարները եւ երիտասարդների անսպառ էնտուզիազմը պետք է հանդիպեն կրթական համակարգի ու պետության իրական աջակցությանը։ Միայն այդ դեպքում այսօրվա դպրոցականի պատրաստած ռոբոտը վաղը կդառնա համաշխարհային շուկայում ամենապահանջված պրոդուկտը։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմի լեգենդար հարձակվող եւ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհել է Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում պետությանը մատուցած ծառայությունների հայրենասիրական եւ ֆուտբոլի զարգացման եւ հանրահռչակման համար։ Հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը Պուտինը ստորագրել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձի նախօրեին։ Վաղը մեր լեգենդար հայրենակիցը կդառնա 99 տարեկան։ Իր ֆուտբոլ կարիերայի ընթացքում Սիմոնյանը դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր։ Նվաճել է ոսկե մեդալ, արժանացել է FIFA-ի շքանշանի։ Նա 160 գոլով Սպարտակի պատմության լավագույն ռմբարկուն է եղել։ Մարշչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-ից 74 թվականը գլխավորել է Երևանի Արարատը, որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն եւ գավաթակիր։ Երկար տարիներ եւ մինչեւ այժմ էլ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահն է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք այդ ժամին։